Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Տիգրանաշենը։ Այդ մասին Փաշինյանը բաց խոստովանեց, սակայն ինչպես է հանձնում։ Ճիշտ այնպես, ինչպես հանձնեց Կիրանցը։ Ընդհանրապես, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունում հիմնականում կարմիր թելի պես անցնում է այն գիծը, որ մենք այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր տարածքներից ոչինչ Ադրբեջանին չի հանձնում, սակայն յուրաքանչյուր հանձնման գործընթաց նա կազմակերպում է այնպես, որ ինչպես ասում են եւ գայլերը կուշտ լինեն եւ ոչխարները ապահով։ Նա հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքները, նա հանձնում է մեր հայրենիքը, սակայն մանիպուլացնում է այնպես, որ Հայաստանը ոչինչ Ադրբեջանին իր տարածքներից չի հանձնում։ Այդ ամենը նա կազմակերպում է այնպես, որ նախ յուրաքանչյուր այն տարածքը, որը որ պետք է հանձնի, սկզբից հռչակում է ադրբեջանական, այնուհետև նոր հանձնում է Ադրբեջանին, փորձելով ստեղծել տպավորություն, որ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել իրենց իսկ տարածքները, իրենց իսկ հողերը, եւ հետեւաբար ստացվում է, որ մենք ոչինչ Ադրբեջանին չենք հանձնել, սակայն իրականում դա այդպես չէ։ Յուրաքանչյուր հանձնում կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքների մեր հայրենիքի հաշվին։ Նույնը տեղի է ունենալու նաև Տիգրանաշենի հետ։ Հարգելի հետևորդներ, եթե կհիշեք, դեռևս ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը խոսելով Արծվաշենից հայտարարեց, որ անկլավների հարցը կլուծվի սահմանազատման եւ սահմանագծման այդ գործընթացի շրջանակներում։ Իհարկե այդ ժամանակ նա տվեց միայն Արծվաշենի անունը եւ խոսքից չացած Տիգրանաշենի մասին, թեպետ արդեն մեծ ակնհայտ էր, որ նա հանձնելու է հենց Տիգրանաշենը։ Ընդհանրապես, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլ, որը պետք է անի, տևական ժամանակ սկսում է հող նախապատրաստել, սկսում է հասկանալ, փորձում է հասկանալ տրամադրությունները, հակազդեցության աստիճանը եւ երբ արդեն իր պատկերացմամբ ստեղծում է ողջ բարենպաստ հողը գործընթացը ավարտին հասցնելու համար, նոր արդեն գալիս է ավարտական փուլը։ Եվ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ազդարարում է իր հերթական քայլի մասին, մենք ինչպես հարկն է չենք գնահատում նրա այդ հայտարարությունը, երբեմն ծաղրում ենք, երբեմն կատակի ենք տալի, երբեմն փորձում ենք Facebook-ում ինչ-որ ծիծաղելի գրառումներ անել առանց կանխած գալու այն ողջ ողբերգական հետևանքները, որոնց մենք բախվելու ենք մոտ ապագայում։ Ճիշտ այդպես օրինակ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր հարձակումը Արարատ լեռան վրա։ Սկզբից կարծես իմիջիայլոց ինչ-որ արհեստական հակասություն առաջացրեց Արարատ լեռան եւ Արագատ սարի միջև, կարծես իմիջիայլոց խոսեց, որ Արագատ սարը ինչպես հարկն է հայության կողմից չի գնահատվում, ինչը իհարկե կեղծիք է, բայց հետագայում ակնհայտ դարձավ, որ նա խորացրեց իր գրոհը այնքան, մինչև Արարատ լեռը հռչակեց թուրքական։ Այդ ժամանակ մենք նույնպես սկսեցինք ծաղրել, սկսեցինք կատակի տալ, սակայն կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջնական ավարտի բերեց այն, ինչը սկսել էր։ Նույն կերպ նա սկսեց ինչ-որ ակնարկներ անել իրական եւ պատմական Հայաստանների միջև։ Սկսեց ակնարկներ անել հայոց պատմության եւ Հայաստանի պատմության միջև։ Այդ ժամանակ մենք նույնպես ինչպես հարկն է չգնահատեցինք Նիկոլ Փաշինյանի այդ ակնարկները եւ կյանքը ցույց տվեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարում է, որ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունն է։ Իսկ իրական Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանի մոգոնած գաղափարախոսությունն է կամ իրեն պարտադրված գաղափարախոսությունը, որից դուրս են մեր ազգային արժեքները, որից դուրս է մեր
պատմական հիշողությունը, որում չկա հայրենիք հասկացությունը եւ որի նպատակն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կերտել սպառողական մի զանգված առանց երազանքների, առանց նպատակների ու առանց հիշողության։ Երբ նա ժամանակին հղեց իր այս շատ պրիմիտիվ, ժամանակին ասելով սեպտեմբերի 1-ի առթիվ, հղեց իր շատ պրիմիտիվ, այսպես ասած, կոչը աշակերտներին, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այդպես ժամանակին Լենինն էր ասում, սովորել, 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 որոնք փակցված էին Խորհրդային Միության բոլոր դպրոցներում։ Ինքը շատ պրիմիտիվ կոչ էր, սովորել, 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 զուրկ որևէ խորությունից, զուրկ որևէ փիլիսոփայությունից, գաղափարախոսությունից, զուրկ նաև որևէ նպատակից։ Ճիշտ այդպիսին է Նիկոլ Փաշինյանի կոչը, սովորեք, որ լավ ապրեք, դրանում չկա ոչ ազգային գաղափարախոսություն, ոչ ազգային ուղերձ, ոչ հայրենիք, ոչ մի նույնիսկ որևէ հոգևոր արժեք, ամբողջը կենցաղային մակարդակում ձևակերպված եւ գաղափարազուրկ մի պրիմիտիվ կոչ, սովորեք, որ լավ ապրեք։ Իհարկե մենք այդ կոչին, որը ուղղված էր աշակերտներին, մատների արանքով նայեցինք, վերագրեցինք, դե լավ, Նիկոլ Փաշինյանն է հերթական ինչ-որ մի բան ասեց, սակայն այսօր կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության, չասեմ բոլոր դպրոցներում, սակայն բազմաթիվ դպրոցներում, որի ճակատին նախկինում գրված էր ճանաչել զիմաստություն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ եւ ահա Աստվածաշնչից թարգմանված Մաշտոցյան այդ խոսքերը այլևս դուրս են մղված եւ փոխարենը եկել է Նիկոլ Փաշինյանի սովորեք, որ լավ ապրեք այդ պրիմիտիզմը։ Նույնն էլ Տիգրանաշենի դեպքում է տեղի ունենում, հարգելի հետևորդներ։ Նա տևական ժամանակ հողը պատրաստեց, այդ ամենը տեղավորեց սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համատեքստում, սկսեց ակնարկներ անել ինչ որ լավ ճանապարհների մասին, նա լավ ճանապարհներ ասելով նկատի ունի Վեդիի ճանապարհը։ Ինչ որ լավ ճանապարհների մասին խոսեց Արցվաշենի վերադարձի մասին, այն որակելով հետևյալ շեշտադրմամբ մոտավորապես այսպես, եթե մի հայ դժգոհ է, որ Արցվաշենը վերադառնա Հայաստանին, նա դավաճան է։ Իհարկե, հարգելի հետևորդներ, չկա այնպիսի մի հայ, որը չի ցանկանա, որ Արցվաշենը վերադառնա Հայաստանին։ Սակայն հայրենիքի մի կտորը չեն փոխարինում մեկ այլ կտորով, հատկապես որ Արցվաշենը իր ռազմավարական նշանակությամբ տասնապատիկ անգամ զիջում է Տիգրանաշենին։ Եթե մենք հանձնում ենք Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը մխրճվում է ուղիղ Արարատի մարզի մեջ։ Ադրբեջանը ուղիղ վերահսկողություն է սահմանում հայ-իրանական ճանապարհի վրա, ճիշտ այնպես, ինչպես վերահսկողություն է սահմանել հայ-վրացական սահմանի նկատմամբ։ Այլ խոսքով ասած, Ադրբեջանը մեզ բոլոր կողմերից վերցնում է օղակի մեջ։ Իսկ թե Վեդու ճանապարհը ինչքանով է լավ, ճանապարհի լավ կամ վատ լինելը չի պայմանավորված նրա, ասենք, ասֆալտի որակով։ Կարող է շատ հոյակապ ճանապարհ լինել, կարող է շատ ընտիր ասֆալտապատ ճանապարհ լինել, կահավորված անհրաժեշտ ամեն ինչով, սակայն չունենա որևէ ռազմավարական նշանակություն, այսինքն լինի ընդամենը ճանապարհ, որը պարզապես նախատեսված է տեղաշարժման համար։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ, չասեմ ճիշտ, բայց կրկին օրինակ մեր մյուս տարածքները հանձնելուց էլի ինչ որ փորձում էր արժեզրկել դրանք։ Օրինակ ասում էր մենք չենք պատրաստվում ինչ որ մի 30% լճի համար պատերազմել։ Նա այդ շեշտադրումը անում էր այնպես, որ հանրության մոտ ձևավորվի հետևյալ մոտեցումը, որ դե լավ, 30% էլի հիմա այդ 30%-ի համար ինչ պայքարենք, ինչ պատերազմենք։ Այնուհետև նա հայտարարում էր, որ չարժի ինչ որ մի ամայի սարի համար պատերազմել։ Նորից փորձում էր ձևավորել այն միտքը, որ դե լավ, հիմա ամայի սարը, էլի էս ամայի սարի համար արժի գնալ պատերազմել։ Եվ այդպես հանձնում էր մեր հայրենիքի հատվածները։ Գորիս Կապան ճանապարհը նա հանձնեց
Եվ ԿՊ-ն այնպես մանիպուլացրեց, որ իբր ոչ թե Ադրբեջանի պահանջով է Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել, այլ Հայաստանն է նախաձեռնել այդ ճանապարհի հանձնումը, դա բխում է Հայաստանի օրակարգից։ Հարգելի հետևորդներ, աշխարհում, եթե նույնիսկ ամեն ինչը չափենք ոչ թե իրենց ռազմավարական նշանակությամբ, այլ չափսերով, մարդիկ իրենց հայրենիքի համար պատերազմում ու զոհվում են յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Եվ այդ սանտիմետրերին անուն չեն տալիս, չեն ասում, որ սա 30% է, չեն ասում, որ սա ինչ-որ մի դատարկ ամայի սար է, ոչ, դա հայրենիքի կտորն է, դա հայրենիքի հատվածն է ու յուրաքանչյուր արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող պետություն տեր է կանգնում իր հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրին, առանց դրան որևէ պիտակավորում դնելով։ Սակայն Նիկոլ Փաշինյանը այդ հայրենահանձնման գործընթացը զուգորդում է պիտակավորումներով, զուգորդում է արժեզրկումներով եւ հռչակում է դրանց ադրբեջանական։ Օրինակ, երբ որ Ադրբեջանը ներխուժեց Վայոց ձոր, երբ որ դիրքավորվեց Ջերմուկի մատույցներում, մեր ԳՇՊ-ը հայտարարում էր, որ նրանք շրջափակման մեջ են եւ մոտավորապես հետեւյալը, որ սովի են մատնվելու եւ հեռանան։ Հիմա անցել են արդեն տարիներ, ինչ եղան այդ սովի մատնված զինվորները։ Կա երկու տարբերակ, կամ սովից իրար կերան, կամ դիրքավորվեցին հենց Ջերմուկի մատույցներում։ Եվ որքան էլ այս իշխանությունները փորձեն պատասխանատվությունը իրենց վրայից թոթափել, ակնհայտ է, որ այդ ադրբեջանցիները ոչ թե մնացել էին շրջափակման մեջ, այլ դրանք հենց այն ադրբեջանցի զինծառայողներն էին, որոնք դիրքավորվեցին Ջերմուկի մատույցներում, եւ դրան հաջորդեց Ալիևի հայտարարությունը առայն, որ Ադրբեջանը չի հեռանա այնտեղից, որտեղ որ մտել է։ Հիմա անդրադառնանք նորից Տիգրանաշեն, Արծվաշեն այդ հակադրությանը, որը էլի Նիկոլ Փաշինյանը առաջացրել է։ Նախ ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը կվերադարձնի Արծվաշենը։ Իրոք, հավատացեք, խիստ կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանը կհանձնի Տիգրանաշենը, ես դրանում վստահ եմ, սակայն Ալիևը Արծվաշենը չի հանձնելու։ Նա ցանկացած պատրվակով կձգձգի Արծվաշենի վերադարձը, ինչպես օրինակ ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքումը։ Իհարկե, պաշտոնական պատճառաբանությունը այն է, որ մինչև Հայաստանի Հանրապետությունը չփոխի իր սահմանադրությունը, որև պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր չի կնքի, սակայն սահմանադրության փոփոխությունից հետո էլ Ադրբեջանը կգտնի մեկ այլ պատրվակ այդ խաղաղության համաձայնագրի կնքումը հետաձգելու համար։ Եվ եկեք մի պահ մեզ դնենք ադրբեջանցիների տեղը, եկեք մի պահ մեզ դնենք Ալիևի տեղը։ Իսկ ինչի պետք է Ադրբեջանը առհասարակ խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ եւ իր ձեռքերը կապի ինչ որ պարտավորվածություններով, երբ նրա յուրաքանչյուր պահանջ կատարվում է, յուրաքանչյուր ցանկություն կատարվում է, երբեմն նույնիսկ յուրաքանչյուր քմահաճույք է կատարվում։ Եթե Նիկոլ Փաշինյանը Ալիևի մի պահանջով միանգամից պատրաստվում է բավարարել նրա ցանկությունը, ապա ինչու պետք է Ալիևը իր ձեռքերը կաշկանդի ինչ-որ միջազգային պարտավորվածություններով։ Ոչ, Ալիևը Հայաստանից կքամի այնքան, ինչքան հնարավոր է, եւ խաղաղության պայմանագիր կկնքի միայն այն ժամանակ, երբ այլևս պատերազմելու կարիք չի էլ լինի, որովհետեւ ստացած կլինի ամենը։ Նույնն էլ Տիգրանաշենի պարագայում, նայեք, Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ չէր տալիս Տիգրանաշենի անունը, եւ միայն օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա Տիգրանաշենը անվանեց Քյարքի, այսինքն անվանեց ադրբեջաներեն եւ հայտարարեց, որ Քյարքին Ադրբեջանի տարածք է, իհարկե հղումը անելով Ալմա-Աթիի հռչակագրին։ Հարգելի հետևորդներ, Ալմա-Աթիի հռչակագիրը Նիկոլ Փաշինյանի կողմից մանիպուլացվող մեծագույն կեղծիքն է։
Ալմատիի հռչակագիրը ամենևին չի ենթադրում, որ օրինակ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Ալմատիի հռչակագիրը ամենևին չի ենթադրում, որ Տիգրանաշենը պետք է հանձնվի Ադրբեջանին, որ Կիրանցը պետք է հանձնվեր Ադրբեջանին, որ մնացյալ մեր մյուս տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Ալմատիի հռչակագիրը ընդամենը դեկլարատիվ հայտարարություն էր, որի հիման վրա ստեղծվեց ԱՊՀ-ն։ Ալմատիի հռչակագիրը ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերին, սակայն մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը արդեն հռչակել էր իր անկախությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը արդեն անկախ պետություն էր, երբ ստորագրվեց Ալմատիի հռչակագիրը, որովհետև Ալմատիի հռչակագրի հիման վրա պետք է ստեղծվեր ԱՊՀ-ն, իսկ ԱՊՀ-ն նշանակում է անկախ պետությունների համագործակցություն, այսինքն Ալմատիի հռչակագրին միացել է անկախ Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար երբ որ Հայաստանի Հանրապետությունը միացել է Ալմատիի հռչակագրին, ապա ամենևին դրանով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ օրինակ Արցախը, որովհետև Արցախը նույնպես մինչ այդ հռչակագիրը հայտարարել էր իր անկախության մասին։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ամենը մանիպուլացնելով ծառայում է Ալիևին, ծառայում է թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը։ Հիմա նա հռչակելով ավելի շուտ Տիգրանաշենը անվանելով Քյարքի, նա մեզ բոլորին հասկացնում է, որ Քյարքին ադրբեջանական է եւ պետք է վերադարձվի Ադրբեջանին։ Բայց մենք ինչպես ենք հակազդում Նիկոլ Փաշինյանի այդ ծրագրերին, անկեղծ ասած չգիտեմ։ Ես ենթադրում եի, որ ընդդիմադիր ուժերը հիմա ոչ թե պետքա ստատուսներով, հարցազրույցներով կամ ինչ-որ առանձին հայտարարություններով հակազդեին Նիկոլ Փաշինյանի այս պետականակործան գործողություններին, այլ ընդդիմությունն էլ իր գործողություններով պետք է հակազդեր այդ ամենին։ Պետք է գեներացվեր փողոցային մեծ պայքար, ոչ թե պետք է ազգային ժողովում քննարկեին, թե որ հանձնաժողովի նախագահը ով պետք է լինի, որ ուժից պետք է լինի, որ հանձնաժողովը որ ուժին պետք է պատկանի, ում թեկնածու առաջադրեն, ում ընտրեն, ում չընտրեն, դրա փոխարեն պետք է գեներացնեին փողոցային պայքար, պետք է գեներացնեին մեծ հակազդեցություն Նիկոլ Փաշինյանի այս գործողություններին։ Իհարկե ամենը պետք է կատարվեր օրենքի եւ սահմանադրության շրջանակներում։ Հավատացեք, օրենքի եւ սահմանադրության շրջանակներում նույնպես կարելի է մեծ պայքար գեներացնել եւ հասնել արդյունքի։ Սակայն մենք չենք տեսնում այդ պայքարը։ Մենք տեսնում ենք միայն ազգային ժողովում քվեարկություն, թե ով պետք է ընտրվի կամ չընտրվի այս կամ այն հանձնաժողովի նախագահ։ Հիմա եթե նույնիսկ հարգելի հետևորդներ X ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ X ժամանակ հետո հենց ընդդիմությանը հաջողվի հեռացնել Նիկոլ Փաշինյանին, առաջանում է մի պարզ հարց. այդ դեպքում ում է պետք այլևս Նիկոլ Փաշինյանի հեռացումը, երբ նա ամենը հանձնի Ադրբեջանին, ապա այլևս ինչ նշանակություն ունի նա կշարունակի պաշտոնավարել, թե կհեռանա, չէ որ գործընթացներ կան, որոնք եթե նույնիսկ անշրջելի էլ չեն, ապա հետ պտտելը, չգիտեմ ոնց ձևակերպեմ, ահավոր բարդ է լինելու, ահավոր բարդ, չէ որ բժիշկները բազմիցս են ասում, ավելի լավ է հիվանդությունը նախորոք բացահայտել, կանխարգելել, ավելի շուտ կանխարգելել, քան հետո այն բուժել։ Հիմա ավելի լավ է նախորոք կանխել մեր հայրենահանձնումը, քան հետո կամ մտածել ինչպես այն հետ բերել, կամ նոր երգեր հյուսել մեր հերթական կորսված հայրենիքի վերաբերյալ։ Լավ, ինչքան կարող ենք մենք ապրել երգերով, չէ որ երգերը ընդամենը երգեր են, այլ ոչ շոշափելի հայրենիք։
Մենք ունենք բազմաթիվ երգեր Մուշի, Վանի, Արդահանի, Կարսի, Սասունի եւ այլն, Անիի վերաբերյալ, բայց արդյոք մենք շոշափում ենք մեր հայրենիքի արդեն այդ կորսված հատվածները։ Իհարկե ոչ, չենք շոշափում։ Մենք միայն երգում ենք այդ մասին։ Հիմա ինչու մենք պետք է հասնենք այն օրվանը, որ այսօր արդեն երգեր հյուսենք Արցախի մասին։ Ինչի պետք է հասնենք այն օրվանը, որ վաղը երգեր հյուսենք Տիգրանաշենի մասին։ Ավելի լավ է մենք ընդհանրապես երգեր չունենանք, բայց փոխարենը ունենանք հայրենիք, քան հակառակը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։